Հայաստան ճակատագրական խորհրդի անդամ, Պայստազորի փոխգնդապետ Գևորգյան Նավերը։ Տիկին Գևորգյան, կմեկնաբանեք նախաձեռնությունն ու գնահատական տակացրվա իշխանությունների բարդ քաղաքականությանը բազգային, որը ժխտում են ցեղասպանությունը։ Գնահատական տալու ընդհանրապես ինչ-որ խոսք էլ չի կարող լինի։ Այո, մեր առաջնորդ Գեներալ Կարապետյանի, այսպես ասած, իր աջակցությամբ այսօր կատարում ենք այս ակցիան, որպեսզի չմոռանանք ցեղասպանությունը, չժխտվի ցեղասպանությունը, որտեվ անցյալը դա, եթե դու անցյալը չես հիշում, չունես անցյալ, դու ոչ ներկա, ոչ ապագա կարող ես ունել։ Ոնց որ ներկայացնում է վարչապետ կոչեցյալը, որ դա դեռ պետք է պարզենք, եղել է թե չի եղել եւ այլ, այսինքն ինչ է ուզում դրանով ասել, որ այդքան միլիոն հայ կոտորվել է եւ դա չի եղել, գնահատական ընդհանրապես չունեմ տալու։ Իրենք թրքացման են տանում Հայաստանը, որը պետքա չթողենք եւ ես նոր էլ հարցազրույցումս ասեցի, որ պետքա համախմբվենք, ժողովուրդը պետքա ոտքի կանգնի, դուրս գա եւ թույլ չտանք այս ամենին, քանի որ 44 սերույն նույն այդ զոհեր ունեցանք, 5000 զոհ ունեցանք եւ այսօր դա էլ են ժխտում։ Վաղ նույն ցեղասպանության պես հասել են Եռաբլուները դավաճանական տեղը։ Դրան է տանել, իրենց քաղաքականությունը դրան է տան եւ իրենք ինչքան շուտ հեռանան այս երկրից, այդքան գոնե երկիրը վերջնահատակ փլուզման չի գնա։ Իր ելույթներից մեկում վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ պարզապես գաղթ է կազմակերպվել խաղաղ եւ հայ ժողովուրդը այնտեղից դուրս է եկել խաղաղ ճանապարհով։ Ես այդ գաղթը կցանկանամ Իրաք ուսակիցներին, այդ գաղթով խաղաղ ճանապարհով թողեն հեռանան մեր երկրից։ Այդ գաղթը ես իրենց կցանկանամ։ Եթե դա գաղթ է ինքը համարում, ինքը այդ իր երեխեքը թող լինեն 15 թվականի երեխեքի փոխարեն, ես կհամարեմ դա գաղթ է։ Գոնե մի քանի թուրք երեխա կվերանա Հայաստանի երկրից։